Այ ապրեք, համամիտ եմ։ Բարև ձեզ։ Հենա, խեղճ մարդն ասում է, տեսեք արդեն երկրորդ տարին է։ Էս վիճակն է։ Այս վիճակն է։ Անկամ մենք մահ ենք ունեցել յուղաջրի պատճառը։ Սա է իրականությունը։ Գնացեք այստեղ, տեսեք ինչա կատարվում։ Լավ դուք էլ եկաք։ Դոբի տարիվոնա, էլ ասում ես։ Ավելի է ուժեղացել ջուրը։ Ավելի է վարարել է։ Ու սենց ինչքան ժամանակ այս վիճակն է։ Չէ, մի արի։ Չէ, մի արի։ Էսի Էսի խմելուն է, թե որը։ Սա մաքուր խմելու ջուր է։ Երկրորդ տարիա մեր տների տակով ինքը գնում է։ Ահա։ Նեսա։ Լստի։ Դարջան հանգստացիր։ Նա։ Էսը էլ եք զանգեվիոլա ջուր։ Հա, մեկ արդեն երկրորդ տարիա ես կարող եմ ձեր իմ պատասխանները ցույց տալ ձեզ, թե ինքը ինչ ասում։ Ասում է գնացեք տարածքը ազատեք, ես կսարքեմ, բայց ոչ մի բան չի անում։ Խմելու ջուրն էլ է թում կոր։ Ինձ խաբում են, մեզ խաբում են, մենք անգամ ստեղ մահ ենք ունեցել յոլաջրի պատճառով, իմ հարևանն է մահացել։ Ինչի է։ Որովհետև այդ խեղճ մարդը ջուրը, Հա։ որպեսզի մեր տան տակով չգնա, ինքը ուղղակի փողովակում միացել է, գցել է իր բակը։ Բալուս, ո՞նց ես։ Եկել են ու հալազարի տուգանք են տվել։ Ինքը գնացել է յոլաջր ֆուչիկի 1-3 հասցեում, վիճվելու ժամանակ սրտի կանգ ա եղել, թեջ մարդը գնաց։ Ու պատճառով յոլաջերի ու այդ եվոք քարը։ Հիմա այն վերևից է, չէ՞ գալիս։ Բացացեք վերև նկարը։ Շնորհակալություն։ Փոսը։ Խեղճ մարդն կա փոսը։ Բալիս ես։ Էս ինտեղի ջրի մարը չի արվում, ինտեղի ջրի, որը Հենա, նայ ճակը, հենա ջուրը։ Այս քանի 2 մետր ճակել է։ Հա։ Ստեղից էլ է թում ասնում ընդ է։
Խմելու ջուրա, չէ։ Բա։ Երկու ամիսա կորում է այս խմելու ջուրը։ Վիոլա ջրի խերն է։ Ես քանի շաբաթ է վիճակն։ Երկու ամիս այ ցավը տանեմ։ Խմելու ջուրը եթում կորում է։ Բալ սախտը։ Ուղ տենում ես Պելեի նման թռնում է, ֆուտբոլիստ է, ջրերի վրով թռնում է։ Բալիս։ Ես եպա վերանում վիոլա ջուր։ Նենքան չեք սարկե ձեր ավտոն էլ անգնում փոսի մեջ։ Ենքան չեք սարկում ձեր ավտոն էլ անգնում փոսի մեջ։ Շտաբօգնությունն էլ անգնում փոսերի մեջ։ Ուրա սարքեն։ Ան ավտոներն անգնում են փոսերը։ Որ փոսից փախցնեն։ Որ փոսից փախցնեք։ Են անգա փոսը։ Հա, վիոլայի դեմով, հա։ Որ ասма կոշկակար կոշիկ չունի։ Հոկտեմբերի 13-ն է, մոտ 10 օր առաջ Արաբկիր վարչական շրջանի այս հատվածից Մալխասյանց փողոցից
ֆոտոռեպորտաժ տեսանյութ են գրապարակել, թե ոնց է խմելու ջուրը ըստ բնակիչների 2 ամիսից ավելի դուրս տալիս վթարված խողովակի պատճառով ու հասնում մինչև Սլավյանսկի, մինչև չգիտեմ որտեղ։ Ու բարձրաձայնել են, որ Վիոլա ջուրը գցում է Երևանի քաղաքապետարանի վրա, Երևանի քաղաքապետարանն ասում է Արաբկիրի քաղաքապետարանի գործն է, մի խոսքով Ջայլամի քաղաքականություն 3 կառույցներից։ Ամբողջ աշխարհը պայքարում է խմելու ջրի պահպանման դեմ, իսկ մեզ մոտ տեսնում եք, ես դեռ գիտեմ 2 ամիս, բայց բնակիչ կար, ասում էր 2 տարի անընդհատ հոսում է, բայց վերջին 2 ամսվա ընթացքում հոսքը ավելի է ուժեղացել։ Ոչինչ չեն ձեռնարկել։ Իմ տեղեկություններով հիմնական մեղավորներից մեկը այնքան Վիոլա ջուրը չի, որքան որ Արաբկիրի քաղաքապետարանը նախկին քաղաքապետերից մեկը ինչ որ մի քիչ այն կողմ շին թույլտվություն է տվել եւ մարդիկ խմելու ջրի վրա շինություն են կատարել, սարքել։ Ու հիմա հենց այդ հատվածում է վնասվել ջրի խողովակը, իսկ Վիոլա ջուրը ասում է, որ մենք իրավունք չունենք այնտեղ մտնենք։ Այդ կողմից ճիշտ է ասում Վիոլա ջուրը, ճշտել եմ, այնպես չի որ Վիոլա ջրին են պաշտպանում։ Ինձ թվում է շան գլուխը այս դեպքում թաղված է Արաբկիրի նախկին քաղաքապետերից մեկի տակ։ Ստիպված բնակիչները ահազանգել են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ տեղում հանձնաժողովի նախագահ Մեսրոպյանը իր գործընկերների հետ քննարկելով խնդիրը վերցրել է իր ոնց որ ժողովուրդն ասում կոնտրոլի տակ։ Արդեն 3 ինքն է անձամբ ժամանել այստեղ տեղում ծանոթացել խնդրին, այսօր էլ հենա հանձնաժողովի ներկայացուցիչն է տեղում, վստահ եմ, որ այս հարցը, որ երկար տարիներ չի լուծվում, կկարգավորվի, քանի որ այդ հանձնաժողով քանի անգամ նման խնդիրների մասին բարձրաձայնել ենք եւ հենց Մեսրոպյանի եւ նրա գործընկերների կողմից հարցը դրական լուծում է ստացել։ Բայց ցավալի է նաեւ որ տեսնում եք ջրի պատճառով փոսեր են առաջացել, ավտոմեքենաներ ընկնում են փոսերի մեջ, հերթական ավտոմեքենան տեսակ ընկավ փոսի մեջ։ Բնակիչները նաեւ նշում են, որ շատ գոհ շնորհակալ են հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահից, այնտեղի աշխատակիցներից, ովքեր շատ արագ արձագանքել են։ Ասում են, որ եթե Երևանի քաղաքապետարանը, Վիոլա ջուրը եւ Արաբկիրի քաղաքապետարանը նման ձևի արագ արձագանքեն, այս ջուրը 2 տարուց ավելի չէր գնա կորի։ Էսա չէ, էս մեծ տուրբենա։ Էս մեծ խմելու ջուրն է, Ոսանքի կապելել է, էթու։ Ստե ոնց են թույլ տվել, ստեն այ, ջիրագծի վրա բանսակ են։ Ջիրագծի վրա կամու, դա։ Չէ։ Չէ, նորդ է չէ։ Ոսանք հայ վտանգավորել է։